տեսա, որ սոցիալական ցանցերում մեծ քննարկում էր առաջացրել Ադրբեջանի մի ներկայացուցչային հայտարարությունը, որ Տրամպի ուղին պետք է գործի Ադրբեջանի համար ընդունելի պայմաններով, եւ դրա շուրջ կար շատ մեծ եւ ծավալուն քննարկում ամենատարբեր մեկնաբանություններով, բայց մենք չենք ասում, որ Ադրբեջանի համար անընդունելի պայմաններով պիտի գործի եւ մենք թուղթ ենք ստորագրել ընդունելի պայմանների մասին։ Որոնք են Ադրբեջանի համար ընդունելի պայմանները։ Այն, ինչի տակ դրված է Ադրբեջանի, իհարկե նաեւ Հայաստանի ղեկավարի ստորագրությունը։ Վաշինգտոնի հռչակագրի 3-րդ կետում Ադրբեջանը հիմա այս պահին Հայաստանը բան անենք հիմա մի պահ մոռանանք, Ադրբեջանը ստորագրել է այն թղթի տակ, թե որոնք են այդ ընդունելի պայմանները, որոնք են տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն։ Այսինքն ես հիմա իմ ասածն է, որ Հայաստանում մասնավորապես ազգային ժողովի բացակա հատված ինչ-որ ոգևորվել էր դրանից։ Գրած ստորագրած է, էլի եմ ասում, այդ բանը, այդ տարբեր կողմերից, որ տարբեր կոնսպիրացիաներ, բանը Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը կոնսպիրացիաների բանի մասին են խոսում։ Լսեք, եկեք ասեք, եկեք դիմացս կանգնեք, ասեք, տեսեք ինչ կլինի։